Բարև ձեզ Արմիզի եթերում մանրամասներն են, ժամանակն է խոսել ոչ թե վերնագրերով կամ կարգախոսներով, այլ մանրամասներով։ Եվ այսպես դիտեք այս թողարկմանը։ Անտեսանելի անհոտ ու անհամ վտանգ, որը սպառնում է ամեն պահի։ Դուք նստած եք էկրանի առաջ, ձեր միջև առաջանում պոտենցիալների տարբերություն, սենյակում եղած փոշին կլանվում անստում ստեղնաշարի վրա, դուք մատներով կպնում եք ստեղնաշարին, դուք շնչում եք այդ օդը, դիսկավորված մասնիկները ու խնդրում։ Համակարգչի առաջ նստած բջջայինով խոսելիս կամ կենցաղային տեխնիկա օգտագործելիս ճառագայթումն անխուսափելի է։ Կես մետրը ինքը պահպանում է հեռավորությունը համակարգչից։ Ինչպես պաշտպանվել անտեսանելի թշնամուց, ճառագայթման թույլատրելի չափաբաժին ստանալու մանրամասներ։ Գրասենյակային մահ։ Յուրաքանչյուր մարդ ամեն տարի ենթարկվում է միջինը 620 միլիբեռ ճառագայթման։ Ճառագայթումը էներգիայի տեղափոխման տարատեսակ է։ Այդ էներգիան արձակում են անգամ սնունդն ու ջուրը։ Ճառագայթում է նաև հենց երկիր մոլորակը։ Արևի ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթներից մեզ պաշտպանում է մթնոլորտը, սակայն որքան բարձր ենք ծովի մակերևույթից, այնքան ավելի բարակ է պաշտպանիչ շերտը, հետևաբար նաև մեծ է ճառագայթումը։ Ցանկացած տաք մարմին ևս ճառագայթում է։ Սակայն բնական ճանապարհով ստացած ճառագայթման չափաբաժնին մարդը կարող է դիմանալ։ Այլ խնդիր է հենց մարդու ստեղծած սարքերի ճառագայթումը։ Կենցաղային պարզ սարքերը, առանց որոնց այսօր դժվար է պատկերացնել մեր օրը, սպառնում են թաքնված վտանգներով։ Մանրամասները Հայգուհի Ասատրյանից։ Դավին անտեղյակ, ցավին անտարբեր, այսպես է անվանել իր հետազոտությունը ֆիզիկոս Վլադիկ Գալստյանը։ Ճառագայթմանը մարդիկ վերաբերվում են անտարբերությամբ, բայց գիքային ցանցային ապրելակերպի պարագայում ճառագայթման դոզան կարող է խիստ վտանգավոր լինել։ Այստեղ լարերը մի քիչ խառը վիճակ է, դրանք պետք է կարգավորված լինի, հատուկ պլաստմասայի տուփիկների մեջ ուղղորդված լինի։ Վլադիկ Գալստյանը թվում է բացթողումները, որոնք ամենից շատ են հանդիպում սենյակներում։ Անհրաժեշտ պայմանները խոնավություն, օդափոխություն, տարածություն չեն պահպանվում։ Աշխատանքի ընթացքում էկրանը ինքը լուսկարում է, դուք նստած եք էկրանի առաջ, ձեր միջև առաջանում պոտենցիալների տարբերություն, սենյակում եղած փոշին կլանվում անստում ստեղնաշարի վրա, դուք մատներով կպնում եք ստեղնաշարին, դուք շնչում եք այդ օդը, դիսկավորված մասնիկները ու խնդրեմ, այնտեղ լիքը ինֆորմացիա գնում բացական ձեր օրգանիզմ։ Հենց սա է պատճառը նաև, որ երբեմն իրար դիպչելիս էլեկտրական դաշտ է առաջանում։ Վլադիկ Գալստյանի գծագրերն են հետազոտել ու պարզել է։ Ամենամեծ խնդիրները ինտերնետ ակումբներում են։ Ժամեր շարունակ համակարգիչների առաջ նստած գեյմերները, բացի իրենց սիրելի զբաղմունքից, վայելում են նաև ուժեղ ճառագայթման հետևանքները։ Մի օկտոբր գտնվում է երկու համակարգիչների ազդեցության տակ։ Մի հատը քիչ է, իբր մենք այդքան չարչարում ենք, որ մի հատ էս պաշտպանենք, եւ մի հատ էլ հետևից է ստանում։ Ելքը անհրաժեշտ պայմանների ապահովումն է, սենյակների ճիշտ դասավորությունն ու կահավորումը։ Փշոտ կակտուսը հնացած տեխնոլոգիա է, ճառագայթումից չի պաշտպանում։ Օգուտն էլ զրոյական է։ Քիչ ճառագայթում ստանալու համար միայն ճիշտ դասավորություն է պետք։ Պրոցեսորը, նրա ճառագայթող մասը քիչ հեռու է դրված, կես մետրը ինքը պահպանում է հեռավորությունը համակարգչից։ Եվ ինքը քանի որ նա մասնագետ է, ինքը հետևում է իր առողջանը եւ աչքերի հանգստացնելու համար եւ մարմինը։ Մասնագետ Սերգեյ Բաջինյանն է, ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի փոխտնօրենը։ Բիոլոգիական զենքի սմարթֆոնների դեմ մշակել է 10 կանոն։ Գլխավոր կանոնները կարճ խոսելն ու հեռախոսը մարմնից հեռու պահելն են։ Դեպի մանավանդ պատրոն տաշնան պոյսների իրականացնելու ճառագայթում են իրաց ներքին օրգանները։ Ճառագայթման մեծ դոզաների վտանգավորությունը հասկանալու համար պետք է իմանալ, որ այն կարող է նույնիսկ քաղցկեղ առաջացնել։ Դրանից պաշտպանվելը հեշտ է, պարզապես պետք է պահպանել անվտանգության կանոնները։ Հայգուհի Ասատրյան, Ալբերտ Գալստյան, Armnews։ Ֆիզիկոս Վլադիկ Գալստյանն այսօր մանրամասներում է։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Որքանով հիմնավորված են այդ վտանգները, որովհետև գիտնականները պարբերաբար ահազանգում են, ասում են, այո, կարող են նույնիսկ չարժորակ նորագոյացություններ առաջացնել, բայց նաև որոշակի վերապահում են անում։ Մինչև վերջ այդուհանդերձ ուսումնասիրված չէ։ Մինչև վերջի մասին կարելի է ինչ-որ վերապահումներ անել, որովհետև ինչքան գիտությունը զարգանում է, ինչքան տեխնիկան զարգանում է, ինչքան ուսումնասիրության մեթոդները կատարելագործվում են, այնքան այդ հարցին կարելի է ավելի հստակ պատասխան տալ։ Բայց այնքանով, ինչքանով որ հիմա հասել է գիտությունը եւ ուսումնասիրում է, այդքանի սահմաններում կարելի է ասել, որ նա ունի իր վնասակար ազդեցությունը, որտեղ մինչև մարդու վրա փորձեր կատարելը կամ ուսումնասիրելը նրանք դա այդ նույն բանը կատարում են կենդանների հետ, կենդանների վրա
եւ շատ ես ուրախացա, որ իմացա նույնիսկ Հայաստանում միջոցներ կան ինչ-որ չափով տրամադրված շատ փոքրիկ ուսումնասիրում են օրինակ էլեկտրոստատիկ դաշտի ազդեցությունը մկների վրա, ինչ է կատարում նրանց հետ, գիտական ամսագրերում հրատարակվել է այդ աշխատանքը, օրինակ նրանց մոտ վերարտադրողական ֆունկցիայի խախտում է նկատվել մեծ չափի։ Հիմա մնում է տրամաբանել, եթե կենդանների վրա, մկների վրա ազդում է էլեկտրոստատիկ դաշտը, ապա ինչու՞ պետք է մեր վրա չազդի, մենք ինչով ենք ֆիզիոլոգիապես տարբերվում։ Ճիշտ է, տարբեր ենք, հասկանալի է, բայց որպես կենդանի օրգանիզմ մենք կրում ենք նույն ազդեցությունները։ Եվ կարող է պատահի ասենք մեր իմունային համակարգը ինչ-որ չափով պայքարում է, բայց դա էլ սահման ունի, որտեղ տեսեք մի 100 տարի, 110 տարի առաջ արհեստական էլեկտրոմագնիսական դաշտ գոյություն չուներ, մարդը դեռ չէր ստեղծել դրանք, բայց երբ որ ստեղծեց, գնալով տարածվեց, հզորությունները մեծացան, հիմա յուրաքանչյուր սանտիմետր խորանարդում պատկերացրեք ինչքան դաշտեր կան։ Հենց հերթատեսային ալիքների կապակցությամբ եթե վերցնենք կամ հիմա բջջային հեռախոսները չէ մտան կյանք եւ ենել 3 օպերատոր մի փոքրիկ Հայաստանում ինչքան ալիքներ կան այս մեր տարածքում դա հլա դաշտերի ձևով որը հերվից է գալիս իսկ այն դաշտերը որ մենք մեր բնակարանում մենք ենք օգտագործում ու ստեղծում դրանք նույնպես մեծ ազդեցություն ունեն խոսքը ցանցային սովորական սնուցման համակարգին է վերաբերում 50 Հz այդ 50 Հz-ի ստեղծած դաշտը նույնիսկ կարող է պատի միջով անցնել կողքի սենյակ եթե ձեր առաստաղի վերևով կամ չգիտեմ ներքևի հարկում կան ինչ-որ ուժեղ սնուցիչ ուժեղ հզորություններ կլանող սարքեր կամ վահանակ ենք ասում, որ գալիս է հոսանքետով բաժանվում, այսինքն հզոր կաբելներ, հզոր սնուցող լարեր, նրանք ստեղծում են այնպիսի դաշտեր, որ դա կարող է մի քանի անգամ գերազանցի նույնիսկ համակարգիչի ազդեցությունը։ Ես առիթ եղել չափել եմ տեղեր կան, որ 15-20 անգամ ավել է լինում։ Մարդը նստել է համակարգ, մենք մտածում ենք համակարգիչից պաշտպանելու մասին, բայց մոռանում ենք, որ կողքի հետ ինչ-որ մի սարսափելի բան է կատարվում։ Դրա համար պետք է ունենալ գրագիտություն, դրա համար պետք է լինեն համապատասխան ծառայություններ, որ այդ բանը թույլ չտան, որ գործատուն մինչև գործի դա լինի ծառայություն, թե լինի արտադրական ձեռնարկություն, մինչև գործը սկսելը նրանք պետք է բավարարեն ինչ-որ պահանջների։ Դուք գիտեք, որ հրշեջ ծառայությունը պահանջում է իր նորմաների պահպանումը, սանիտարական հիգիենան, այսինքն ամեն մի ոլորտ ունի որոշակի պահանջներ։ Այդ պահանջները եթե նա չի բավարարում, նա իրավունք չունի սկսելու այդ գործը։ Որտեվ այսօր գիտեք, աշխատատեղերը քիչ են, մարդիկ հազիվ ընդունում են աշխատանքի եւ երբ անգամ իրենք եթե պատկերացնել, գիտակցնել ու գիտենել ու կրումնել այդ ազդեցությունը բացական, նրանք ոչինչ չեն կարող անել, չեն կարող գործատուին ասել, թե իմ պայմանները բարելավի, որտեղ նա մի քանի անգամ ասելուց հետո այդ գործը չի ունենա։ Քանի որ նաև առողջության վրա անմիջապես չի անդրադառնում, հա, մարդը երևի թե անմիջապես չի զգում այդ ճառագայթման ազդեցությունը, դա երկարատև ազդեցության դեպքում է։ Այո, ես դա այդպեսի վերնագիր եմ դրել դավին անտեղյակ, ցավին անտարբեր, այդպեսի հասկացողություն, որ իրոք մենք անտեղյակ ենք, չգիտենք, շատերը չգիտեն, որ այդպեսի բան կա, ասենք, սահմանափակվում են կակտուսներ դնելով իրենց մեջ ներշնչված այդպեսի բան կա։ Լավա որ չի զարգանում այդ գաղափարը, ես անգամ էլ ասել, որ գտնվելու է կակտուսի մի տեսակ, որը ավելի ուժեղ է կլանում, բերեք այդ կակտուսները։ Իրոք չեն օգնում կակտուսները։ Իրոք դրանք չեն օգնում, նույնիսկ մարդը, երբ որ գտնում է համակարգչի մոտ, ինքը իր զանգվածով փոխում է դաշտի ստրուկտուրան, ձևը, ալիքների ձևը։ Ու ինքը ոնց որ իր մեջ ներառի իր միջով է անցնում այդ ալիքները։ Ուզում կակտուսից անցնենք, որպես անցած Իսկ սուրճը Սուրճ խմելը։ Չէ, այդպիսի բաները չեն օգնում։ Իսկ պաշտպանիչ թաղանթ է էկրանի։ Պաշտպանիչ թաղանթի մասին ասեմ, մինչև վերջերս, ասենք, որ նոր սկսեցին նրանք օգտագործվել, բնական է, որ նրանք ավելի քիչ որակական իրենց կազմը բնական է թույլ էր, հետո երբ անցան այդ բարակ մոնիտորներին, այնտեղ համատաբար այդ առումով էլի արդեն էլի քիչ է,
բայց թաղանթները սովորաբար ուղղակի դրվում են ու դրանով համարում, որ արդեն հարցը լուծվեց, բայց դրանք պետք է այդ թաղանթները իրենք պետք է հողակցվեն։ Եթե նրանք չեն հողակցում, նրանք ոչ մի բանի օգուտ չեն տալու, նույնիսկ կարող է պատահի վնասեն, որտեղ էկրանի վրա պատկերի տեսքից, ձևից, ասենք տեքստ է, թե ինչ-որ նկար է, թե ինչ-որ այնտեղ լուսամուտները բացում հա Windows-ը եւ այլն, կախված այդ տեքստից էլեկտրական դաշտի լարվածության բաշխումը էկրանի վրա փոխվում է։ Եվ կախված նրանից, թե միջավայրում ինչ կողմնակի դաշտեր կան, ցանցային իմաստն է խոսքս, դրա պատճառով էկրանի մեծությունից կախված նույնիսկ նա սկսում է թրթռալ, սկսում է լույսային խաղեր տալ։ Այդ բոլորը մարդը անմիջապես դա չի գիտակցում, չի զգում, բայց դա կամաց ազդում է մեր օրգանիզմի վրա, ենթագիտակցության վրա, մարդը սկսում է այդ բացական բաների պատճառով ջուրագրգիռ է դառնում, երբեմն ինքնամփոփ ոչ միայն ջուրագրգիռ, անգամ մտածելակերպը կարող է փոխվել, եթե ինքը բացական աուրայում ոնց որ ասած նստած, բացական դաշտում նստած, նրա մտածելակերպն էլ չի լինի մասնագիտորեն բարձր մակարդակի, հասկանում եք, կփոխվի նրա, կշեղվի, մարդը գնա ուրիշ ուղղությամբ կմտածի, միշտեր մենք ցանկանում ենք, որ հակառակը լինի։ Կենտրոնանան աշխատանքի վրա, իսկ ինչից է ավելի շատ ճառագայթումը էկրանից, մոնիտորից, համակարգչի, թե պրոցեսորից։ Այստեղ այդպիսի հարց դնելը երևի այնքան էլ ճիշտ չի, ինչի համար, որովհետև մենք երկուսն էլ ստանում ենք, մենք ստանում ենք մի հարված պրոցեսորից, հետո նա գնում է մոնիտոր, մոնիտորին գրգռում, մոնիտորն էլ իր կողմից, այսինքն մենք երկու կողմից ունենք կոնկրետ համակարգչի հետ կապված, երկու կողմից ունենք հարված։ Հիմա մեր համար ինչ նշանակություն ունի, որն է ավելի շատ։ Բոլոր դեպքերում երկուսն էլ մեր վրա ազդում են։ Բացի դա ազդում է նաև նորից եմ ասում ցանցային համակարգը, 50 Հz-ը, որ մենք օգտագործում ենք։ Դրանք էլ ստեղծում են լրացուցիչ դաշտ եւ ամեն մեկի համար, համակարգչի համար եւ նրա համար առանցին սարքեր կան, որոնք պայքարում են դրա դեմ։ Մեկը կոչվում է, ասենք, համաձայնեցնող սարք, որը դրվում է սնուցման աղբյուրից մինչև համակարգիչ, իսկ մյուսը կոչվում է չեզոքացնող սարք, ֆիլտրեր են դրվում, որ սովորական ցանցի ստեղծած դաշտը մեր վրա չազդի, այսինքն ամեն մեկի համար ճարկ կա, ստեղծված է։ Այսինքն երբ արտադրողներն ասում են, որ համապատասխանում է էկո չափանիշներին եւ քիչ ճառագայթումով է, դա միֆ չէ, ռեալ է։ Հայ, դա ռեալ է, այո, նրանք կան, նրանք ազդում են, որտեղ եթե այդպիսի բան չլիներ, մարդիկ չէին նստի մշակի գործիքներ, մշակի սարքեր, մշակի տեխնիկաներ։ Օրինակ Մոսկվայում անգամ կա սայթ հատուկ, որ մարդուն այդ հարցում վերաբերող հետաքրքիր ցանկացած հարցի համար իրենք կարող են մտնել, հարցնել, իմանալ, այսինքն այնտեղ շատ թե քիչ հասարակությունը ավելի այդ հարցում տեղեկացված է, գրագետ է ու ինքը ստանում իր հարցերի պատասխանը։ Իսկ ստեղ այդ բանը ու պաշտպանիչ հագուստով աշխատանքի չես ներկայանա, տանը գործ չես անի, հետևաբար պետք է լինեն ինչ-որ օրենքներ, կանոններ, որոնցով կարելի է նվազագույնի հասցնել վնասակար ազդեցություն։ Ամենապարզ կանոնները որոնք են։ Հա, այդպես ասել չի կարելի, որովհետև դա տեսնում եք էլի գրքեր են դրա համար գրվում, լիքը բաներ կա, ոնց որ ասենք սրտի բժշկին ասենք ամենապարզ կանոնները ոնց անեն, ասում են մի ծխի մաքուր օդին շատ եղիր, դիետիկ սննդություններ եւ այլն։ Հա, հասկանում եմ, բայց դա չի նշանակում, որ այդ ցուցումները եթե անենք, մենք սրտի խնդիր չենք ունենա։ Դա բնական է, ինքը երբ որ հարցը հասնում է, նա պետք է դիմի արդեն անպատասխան միջոցների։ Նույնն էլ այստեղ լիքը բավականին շատ մեթոդներ կան, բավականին շատ ձևեր կան դրանցից պաշտպանվելու համար, սկսած հողանցումից, վերջացրած մյուս լարերի դիրքից, մի խոսքով շատ բաներ կան, նույնիսկ մասիվ այտենց մետաղական ծանրություն պարունակող իրերը, սարքերը, գործիքները, չգիտեմ, ինչ-որ գոյացությունները այդպիսի, անգամ դա արդեն փոխում է դաշտի ազդեցությունը։ Լուսամուտների վրա մետաղական ցանցերը կամ չգիտեմ սեղաններ կան, որոնք մետաղի եզրագծով են, կամ կողքը կամ մեկ ուրիշ բան, նա կարող է ընդունել, նա նորից ճառագայթել։ Այսինքն ուզում եմ ասել, համակարգիչը կարող է ինքը լրիվ ոնց որ թե անմեղ առարկա գա մտնի տուն, բայց տանը եղած սիտուացիան, իրադրությունը նրան դարձնի առավել վտանգավոր։ Ես գործատու եմ եւ ուզում եմ իմ գործը սկսել աշխատողների համար առավելագույն նպաստավոր պայմաններով եւ առաջին հերթին մտածում եմ նրանց առողջության մասին, ուզում եմ ամեն ինչ
անվնաս լինի։ Ինչ ուղեցույցով կարող եմ օգտվել, ով կարող է ինձ օգնել այդ հարցում, ինչպես դասավորել սենյակը, ինչ սարքեր կիրառել, որպեսզի նվազագույնի հասցնեմ վնասակար ազդեցությունը։ Ճիշտ ասած, նման ցուցումներ, որ հատուկ ինչ-որ ծառայություն կա, որ նման ցուցումներ անի, շատ քիչ, ասենք, սանեպիդ կայաններն են անում դա, բայց այնտեղ էլ այդքան չեն, նրանք ավելի շատ ստուգելու ֆունկցիա են կատարում ու ինչ-որ չափով խորհուրդներ, բայց նորից եմ կրկնում, խորհուրդները քիչ են, խորհուրդներ տալը քիչ է, պետք է դա մշտական հսկողության տակ լինի։ Դե հիմա մենք մեր երեխային էլ ենք, չէ՞, ասում, որ Բալիկ ջան, շատ մի նստի համակարգչի մոտ, խորհուրդ ենք տալիս, այսպես արեն, պես արա, բայց այդ երեխան չի կարող անել, չի անում։ Նույնն էլ մեծերը չեն անում, ուղղակի չեն անում, ընդունված չգիտեմ, չեն անում, չեն էլ խորանում, որտեղ ցավը անմիջապես չի զգացում, բոլոր ծխողները իրեն ծխել է վնասել, բայց անում են, չէ՞։ Դրա համար ինչ-որ պետք է լինի մի կառույց, ես քիչ առաջ, չգիտեմ, ասեցի թե չէ այդ մասի, որ Հայաստանում կա այդպիսի գիտական փոքրիկ կենտրոն, որը ճառագայթային բժշկության եւ այրվածների հարցերով, գիտական հարցերով է զբաղվում, լավ կլինի, որ այդ երկու մեր ծառայությունները միացնել իրար եւ այդ ձեր տված հարցը, որ մարդիկ ինչ անեն, գործատուն ինչ անեն նման դեպքերում, այդ կարելի է դիմել այդ կենտրոնին, այնտեղից ստանալ եւ տեսական գիտելիքներ, օժանդակություն եւ գործնական, այսինքն ամեն ինչը հրատարակել փոքրիկ ուղեցույցի տեսքով հնարավոր չէ։ Չէ, դա գիտելիքների ամբողջ խումբ է, հնարավոր չէ գիտելի այդպիսի բաներ տալ, այդքան որ նա ինքնուրույն անի, որտեղ դրա համար պետք է հատուկ սարքերի հետ աշխատելու լիցենզիա պետք է ունենա, մարդ իրավունք պետք է ունենա, որ դա անի։ Գրագետ պետք է լինի, թե չէ գնա աչքի տեղունքնել անի, Այժմ խոսենք թվերով, մանրամասներում այս պահին վիճակագրությունն է, էջի պատասխանատուն Քրիստինա Գասպարյանն է։ Ամեն տարի մարդը ենթարկվում է միջինը 620 միլիբեր ճառագայթման, որից 310-ը շրջակա միջավայրից ստացած ճառագայթման չափաբաժինն է, 310-ն էլ բաժին է հասնում տեխնոգեն աղբյուրներին։ Սննդից եւ ջրից մարդը ստանում է 30 միլիբեր չափաբաժին, օդանավում թռիչքի ժամանակ 2-ից 5 միլիբեր, ատամնաբուժական ռենտգենը 1.5 միլիբեր, կրծքավանդակի ռենտգենը 10 միլիբեր, համակարգչային սկանավորումը 1000 միլիբեր, բջջային հեռախոսներինը 1.5-ից 0.1 միլիբեր։ Դուք դիտում եք մանրամասները, մենք խոսում ենք համակարգչային ճառագայթման մասին։ Պարոն Գալստյան, խելացի հեռախոսները ուղիղ կերպով ազդում են մարդկանց ուղեղի վրա, ինչպես պաշտպանվել։ Բոլոր դեպքերում հեռախոսը ցանկալի է, որ լինի հեռվից, ասենք նա լսի, հետո կապ ստեղծելուց առաջ լավ կլինի նայել էկրանին, քանի դեռ կապը չի ստեղծվել, ում հետ որ խոսում եք, չմոտեցնել ականջին։ Այսինքն առավելագույնը լինում է, երբ հեռախոսը փնտրում է բաժանորդին։ Երբ հեռախոսը փնտրում է բաժանորդին։ Հետո ոչ թե պետք է լսել այս կամ այն ռեգլամային բանը, թե ինչքան կարող եք շատ խոսել, գիշերը էժանը, ձրի եկեք, դավայ սկսենք ամեն ինչի մասին խոսել, պետք է հասկանալ, որ դա խաղալիք չի, դա պետք է օգտագործել միայն ծայրահեղ դեպքում, երբ որ դա իրոք ինֆորմացիա է քեզ փոխանակում ու չի կարելի դա թողնել, ասենք այդ պահին դա պետք է անել։ Պատկերացնենք այն ժամանակ, որ դա չկար, ոնց էինք ապրում։ Հիմա ուրախ լինենք, որ դա կա, այսինքն ինքը շատ մեծ խնդիր կլուծի այդ պահին ձեր համար, բայց չի կարելի դա չարաշահել։ Ամեն ինչն չարաշահել չի կարելի։ Ամեն ինչ, ամենալավ բանը։ Իսկ բնական է օպերատորները միշտ գովաբանում են, թե եկեք սենց պայմանները, սկսենք դրախտում ենք, եկեք խոսենք ինչքան կարող ենք։ Բայց մյուս կողմից ախր 3 օպերատոր, 3 դաշտ։ Ամեն մի օպերատորը ինքը իր տիրույթի համար դաշտ է, չէ՞ ստեղծում։ Էլ չեմ ասում այդ հերթատեսային ալիք։ Այսինքն մենք չենք մտածում ոչ ժողովրդի մասին, մենք մտածում ենք, այսինքն այդ գործատուները մտածում են իրենց բիզնեսի մասին։ Դե մենք էլ պետք է մտածենք մեր մասին, չէ՞, նրանք իրենց բիզնեսի մասին մտածում են, մենք էլ պետք է մեր մասին մտածենք։ Մենք էլ մեր մասին մտածում, երբ ընդամենը 1 օպերատոր էր, մենք շատ թանկ էինք վճարում դրա համար։ Հիմա երբ 3 օպերատոր է, կարող եք իսկ ամբողջ ֆինանսական առումով հասկանում եմ, բայց առողջությունը պետք չի։ Տեխնիկական առաջընթացը, այո, թելադրում է նաև նոր պայմաններ։ Հետո կներեք դրա հետ կապված մի բան էլ։ Հիմա արդեն շուկայի է մտնում ինչ-որ սարքեր, որ եթե կրեք ձեր հետ, բոլոր տեսակի դաշտերը իջիկ, կամ հեռախոսների հետևը պլյոնկաներ են կպցնում, դա նույնպես պահում է եւ այլ եւ այլ։ Այսպիսի բաներ կան։ Հիմա այդ կենտրոնը եթե լինի, մենք կարողանանք այդ շուկա մտած
սուրրագատներ է կարելի այտենց ասել, վերցնել դրանք ուսումնասիրել, իրոք դրանք օգնում են, թե ուղղակի փող են աշխատում դրանք։ Ահա խնդրեմ այդ կենտրոնը չկա կենտրոն, կա մասնագետ, որ այդ ուղղությամբ զբաղվի, չկա, այսինքն մասնագետը կա, բայց նա արենայում չի, հնարավորություն չունի, պետությունը չի մտածում, թե այս ինչ է կատարում ախր։ Վերջին հաշվով այդ նույն պետության մարդիկ իրենք էլ են նստած վերևում եւ օգտագործում այդ ամեն ինչը, իրենք էլ չեն մտածում իրենց մասին։ Զարմանալի է։ Եթե այն ասենք քիչ հասկացող մարդուն դա ասենք, դա ինչ որտեղ լավ, բայց որ խոսքը դա շատ Ենթադրում եմ, որ ձեր գործի բերումով նաև առիթ եք ունեցել այցելելու դպրոցներ, օրինակ, որտեղ լայնորեն ներմուծվում են համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաները, լսարանները կահավորվում են համակարգիչներով եւ երեխաներն արդեն ավելի շատ թուղթն ու գրիչը վայր են դնում եւ սկսում են գրել միայն տեխնիկայի վերջին միջոցներով։ Որքանով անվտանգ են այսօր դասասենյակները։ Նորից եմ ասում, բոլոր տեղերը, միայն դպրոցները չէ, նույնը ինտերնետ ակումբները, նույնը այն հիմնարկները, որտեղ շատ են օգտագործում համակարգիչներ, մեր մոտ այդ կուլտուրան, այդ մշակույթը, այդ մեթոդիկան չկա, չկա ծառայություն, որը զբաղվի դրանով։ Լավ, մեկ դասարանում մոտավորապես քանի համակարգիչ կարելի է։ Նորմալ նախատեսվում է 6 քառակուսի մետրի համար մեկ համակարգիչ։ Իսկ ծավալային առումով 20-ից 24 մետր խորանարդ, այդ մոտ անում է 3.5 մետր բարձրություն, 4 մետր բարձրություն, իսկ երեխաների համար հաստատ 24 մետր խորանարդ։ Բայց դա չի պաշտպանվում։ Եվ կա տարբերություն ճառագայթումը երեխաների վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, թե մեծահասակների։ Իհարկե, երեխաների վրա ավելի մեծ, որտեղ նրանց օրգանիզմը դեռ չի եկել նորմալ իր վիճակի, պահպանողական իր համակարգը դեռ չի ձևավորված, հետևաբար նրա վրա փոքրիկ ազդեցությունը արդեն ավելի մեծ բան է թողնում, հետևանք է թողնում, քան մեծերի վրա։ Դա բնական է։ Եվ երեխաները, քանի որ նոր են ձևավորվում որպես օրգան համակարգ, դա այդ տարիքում նրանց վրա հատկապես վերարտադրական ֆունկցիայի վրա է ազդում։ Ավելի շատ երեխաների վրա, քան ասենք արդեն ովքեր որ հասել են, ասենք 18-20 տարեկան, չնայած նրանց էլ չի կարելի, բայց երեխաներն առավել եւս։ Այսինքն մենք ամբողջ կյանքի ընթացքում մարդուն սեղմում ենք այդ բաներում, վնասները տալիս ենք, հետո էլ նստում ասում ենք, բախտ չունենք, այս ինչ հիվանդություններ եկա մեր ազգի մեջ, բաս, այս ոնց է, մեր ճակատագիրն ասենց, բայց մեր խելքն է, ոչ թե ճակատագիրը։ Այդ տեխնոլոգիաները բավականին երիտասարդ են մեր կենցաղում։ Այո։ Բայց դրանց ազդեցությունը դուք թվարկում եք երկարատև ժամանակահատվածի համար, հա։ Ինչ ուսումնասիրությունների հիման վրա են ես հանդիպել եմ մի քանի մարդու, օրինակ աշխատանքի բերումով, որ նրանք ընդամենը մի 4-5 տարի որ համակարգիչի հետ են, արդեն ուներ խնդիրներ, աչքի ճնշումներ բարձրացել, գլխացավներ, ուշադրության կորուստներ, կոնկրետ այդ մարդը խնդիրներ ուներ։ Հիմա ինչի սպասենք մի 10 տարի, որ այդ բաները սկսի ուռուցքի նման, պոզիրի նման դուրս գա, որ հետո արդեն ուշ լինի։ Խելամիտ չի նախապես դրա դեմ պայքարել։ Ու խնդիրը հետևյալն է, որպեսզի ապացուցվի գիտականորեն պետք է լինի ոչ միայն այդ մեկ մարդը, որովհետև նրա մոտ գուցե 4 տարվա ընթացքում կառաջանային հիվանդությունները, եթե նա չնստեր համակարգչի առաջ։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, բայց դա մասսայական, նորից եմ ասում, եթե այդ կենդանիների վրա փորձերը ցույց են տալիս, մարդու վրա, նույնիսկ տեսեք, Ճապոնիայում տեսեք օպերացիայի ժամանակ, որպեսզի արյունահոսություն տեղի չունենա, նրանք այդ պահին միկրոանոթների մոտ եւ արյան վրա մեծ դաշտ են թողնում։ Այդ դաշտի ազդեցության տակ արյունը կանգ է առնում։ Հետո ուսումնասիրություններից պարզվել է, որ արյան կարմիր գնդիկները ունեն ներսում իրենց աբալոճկայի թաղանթի ներսում պտտվելու հատկություն։ Եվ այդ պտույտի ուղղությունից կախված ժամսլակի ուղղությամբ թե հակառակ նրանք լիցք են ձեռք են բերում դրական կամ բացական լիցք։ Դաշտի ազդեցության տակ այդ լիցքերի բաշխումը խախտվում է, դառնում են բացական դրականները ավելի շատ, գրեթե հավասարվում են, մոտենում են տենց, ու նրանք իրար ձգելով արյան շրջանառությունն են դանդաղեցնում։ Իսկ դա նշանակում է ինսուլտ, ինֆարկտ եւ այլն։ Այսինքն դաշտի ազդեցություն դրա վրա մեխանիկորեն դա ապացուցված է, ուսումնասիրված է, գումարներ են ծախսել, չէ՞, մարդիկ ուղիղ են ծախսել դրա վրա, որ իմանան ինչա կատարվում։ Եվ այսօր դա անտեսել, արհամարել դա ինձ թվում է։
Կենցաղային տեխնիկայի վտանգներից ուզում եմ խոսենք, միկրոալիքային վառարանները, դրանց վերաբերյալ կարծիքները ավելի շատ բացասական են, քան դրական, եւ ինչ ճառագայթման է ենթարկվում ընդհանրապես միջին վիճակագրական տանտիկինը, որը չի մոտենում համակարգչին, երկար ժամանակ չի անցկացնում։ Հասկացա։ Ուրեմն այդպիսի վիճակում գտնվող անձը մենակ տանտիկինը չի, մյուս անդամները նույնպես տանը կա լուսավորության համակարգ, տանը կա, չգիտեմ, հեռուստացույց, տանը կա սափրվել ասենք սարքեր, ֆեներ, փոքրիկ պիլեսոս եւ այլն, ինչ տեխնիկա որ այնտեղ մենք էլեկտրական սարքեր, պլիտա եւ այլն։ Այդ բոլորը ցանցի հետ միասին էլեկտրական գծերը, նրանց հետ միասին իրենք ոնց որ ցանցից դուրս են եկել ու եկել են մեր միջավայր, այսինքն ոնց որ նրանց դեսպաններն են ու սկսում են իրենց ազդեցությունը մեր վրա, այդ սարքերը ազդում են մեր վրա։ Դրա համար ասացի, որ կա ուրեմն միջանկյալ սարք, որը չեզոքացնում է դաշտերի ազդեցությունը եւ հնարավոր կլինի գոնե պաշտպանել, ասենք եթե թող այդ սարքը արժանա, ենթադրենք, մի 20-30 հազար դրամ ենթադրենք ու այդ սարքի միջոցով դու գոնե այդ բլոկը պաշտպանում ես քեզ դրանից որն է ճիշտ այդ գումարը տալ բրցնել թե հետևանքների համար հետո արդեն մի քանի անգամ ավել ծախսել էլի այս պահերն է Շնորհակալություն ֆիզիկոս Վլադիկ Գալստյանն էր այսօր մանրամասներում Առանց կենցաղային տեխնիկայի համակարգիչների եւ բջջային հեռախոսների մեր կյանքն այսօր այլևս անհնար է պատկերացնել։ Տեխնիկական յուրաքանչյուր առաջընթաց իր հետևից բերում է նաեւ նոր վտանգներ։ Ատոմային էլեկտրականները որքան շահավետ են ու հզոր նույնքան էլ վտանգավոր են։ Մարդն ապրում է հնարավորը կենցաղը հնարավորինս հեշտացնելու համար միկրոալիքային վառարանները, բջջային հեռախոսները, հեռուստացույցները հեշտացնում են մեր կյանքը, բայց մեր իսկ կյանքի հաշվին եւ այնքան էլ կարեւոր չէ ճառագայթման աներևույթ վտանգի ապացուցված լինելը, որովհետեւ այդ սարքերի որոշակի բացասական ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է։ Մենք քիչ ենք շփվում միմյանց հետ իրականում, քանի որ կան սոցցանցերը համակարգիչներով եւ հեռախոսներով։ Մենք նաեւ քիչ ենք շարժվում առողջությանը վնասող բոլոր հետևանքներով նույն այդ համակարգչի եւ հեռուստացույցի դիմաց ժամերով նստելու պատճառով աներևույթ թշնամիների դեմ կենաց ու մահու պայքարի դարաշրջանը նոր է սկսվում Այսքանը դուք դիտում եք մանրամասները, մենք եթերում ենք շաբաթը 4 օր, 3 շաբթից ուրբաթ եւ ցանկացած պահի մեր կայքում arnews.tv.am կայքում հասանելի են բոլոր թողարկումները, հաղորդումներ բաժնում հետաքրքրեց հաղորդումը, ցանկանում եք մասնակցել, առաջարկել թեմաներ կամ եւս մեկ անգամ ճշտել տեսածն ու լսածը, մանրամասների համար զանգարել Arnews կամ այցելել մեր կայք, չէ որ եթե չգիտենք մանրամասները, նշանակում է մեծ հաշվով չգիտենք ոչինչ։ Ցտեսություն։